Եկեղեցին թիրախավորելուց դեռ առաջ, մոտ 2-3 տարի առաջ, նույնիսկ 3 տարի առաջ, այս իշխանությանը մեր, այս իշխանության ֆինանսավորմամբ, այս իշխանության շրջանակները շատ ակտիվ խոսում էին ինչի մասին, որ Վասակը դավաճան չի։ Հիշում եք այդ գրքերը, որ հրատարակվում էին մեզ այլ Վարդանանց պատերազմ։ Վասակը ինքը իրականում տենց ուղղակի գտնում էր, որ պետքա պարսիկների հետ առևտուր անել, որ պետքա ճանապարհներ բացել, որ այդտեղ տնտեսական շահ կա։ Ոչ մեկ չի խոսում նրա մասին, որ Վասակ-Սյունին եթե այդ պայն զրադաշտականություն ընդուներ, ինքը երկար առևտուր չէր անելու պարսիկների հետ, որովհետև պարսիկները քիչ անց մահմեդական էին դառնալու։ Մենք տեսնում ենք մի անգամ, որ դավանափոխ լինելը կամ փաշազադեական դառնալը, փաշազադեի հրահանգավորման տակ ստորագրելը, մտնելը, տնտեսական շահ չի բերելու։ Երբեք որևէ ազգ տնտեսություն չի կառուցել դրա վրա։